Կան վայրեր, որոնք պատմության շունչն են կրում իրենց մեջ, վայրեր, որտեղ հավերժ հանգչում են նրանք, ովքեր կերտել են մեր ժողովրդի ճակատագիրը, ովքեր իրենց կյանքն ու հանճարը նվիրել են հայրենիքին։ Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնը այդպիսի սրբավայրերից է, ուր հավերժ հանգչում են մեր հայրենիքի խոշորագույն գործիչները։ Նրանց շարքում է Կարեն Դեմիրճյանը, պետական և քաղաքական գործիչ, խորհրդային Հայաստանի զարգացման և կայացման ճարտարապետը, փոքր երկրի մեծ ղեկավարը, երկրի առաջին դեմքը, խորհրդային Հայաստանի ամենաբուռն շինարարության տարիներին, ապա անկախ Հայաստանի խորհրդարանի նախագահը։ Կարեն Դեմիրճյանի շիրիմը Կոմիտասի անվան Պանթեոնի ամենաճանաչելի և սիրված վայրերից մեկն է։ Մեծագույն հայի խորհրդանշական քանդակը, կարծես շարունակում է նրա ներկայությունը մեր կողքին։ Քանդակը պատմում է նրա մասին, հայացքը ուղղված դեպի հավերժություն։ Այն պատմում է մարդու մասին, որն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է մեր ժողովրդին, մեր հայրենիքի, կայացմանը ու հզորացմանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը անջնջելի հետք թողեց Հայաստանի պատմության մեջ, խլելով Կարեն Դեմիրճյանի և մեր պետականության բազմաթիվ հենասյուների կյանքեր։ Այդ անողոք իրադարձությունը դարձավ չբուժվող վերք ողջ հայության համար։ Այսօր նրա շիրիմին են այցելում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում թե պաշտոնական անձինք, թե հասարակ քաղաքացիներ։ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում, որպես նվիրվածության, պետականամետության և հայրենիքի հանդեպ սիրո խորհրդանիշ։ Նրա լուր ներկայությունը Կոմիտասի անվան Պանթեոնում հիշեցնում է մեզ բոլորիս անցյալի դասերի, ներկայի և ապագայի հանդեպ մեր պարտքի և պատասխանատվության մասին։